վարչապետին աջակցություն ունի ծրագրերի համար ու ուզում խաղաղություն լինի, որովհետև երկար ժամանակ այդ խաղաղության կարիք ունենք ու Հայաստանի առաջ ծառացած խնդիրներ շատ կա ու հիմնական խնդիրները կայանում է դրսից, հյուսիսի կողմից։ Իմ կարծիքն է, որ պետք է լինենք մենք անկախ, բայց հյուսիսին պետք չի թշնամի լինենք ամեն դեպքում։ Քիչ չեն շահարկումները հատկապես վերջին շրջանում, թե ինչ է փոխվել, ոչ մի դրական բան չի եղել Նիկոլ Փաշինյանի կառավարության տարիներին, հիմնականում հիշատակվում է պատերազմը, ինչ է փոխվել ըստ։ Նայեք, տեսեք, ըստ ինձ պատերազմը նայեք, կարելի ասել կոպիտ ասած փողոցային բարբառ ասած ջեբը գցեցին, որովհետև Նիկոլ Փաշինյանը ժամանակ չուներ կառավարման, ընդհանրապես որ նայում եք 1 տարի, 2 տարի կառավարեց ու պատերազմը եղավ։ Ոչ ժամանակից զենքերի պակաս կար ու հիմա շատ երկրներ, որ նայում են այդ պատերազմին ու հասկանում են, էլի, որ 5-րդ սերնդի պատերազմը, 5-րդ սերնդի, այսինքն զինատեսակների լրիվ ուրիշ էր, մենք вообще պատրաստված չէինք։ Ու կարծում եմ, եթե ներկայապայինը պատերազմ լինի, ներկայապայինը շատ թույլ են։ Իսկ որ Արցախի վերադարձ են խոստանում, օրինակ Սամվել Կարապետյանը, Քոչարյանը, որոշ ուժեր, դուք դա հավանական համարում եք։ Արցախի վերադարձը դե մեր երազանքն է, բայց չեմ կարծում, որ տենց բան կարա ներկայապային լինի, ներկայապային պետք է գոնե նենց խոսանք Ադրբեջանի հետ, որ մեր մարդիկ, որոնք տեղահանվել են Արցախից, վերաբնակեցվեն, եթե կարան։ Եթե ցանկանում են դեպքում հարաբերությունները Ադրբեջանի հետ կարևոր են։ Անձամբ ես Ադրբեջանին չեմ վստահում, բայց խաղաղությունը առաջնային նպատակ է ու կարծում եմ այն ուժերը, որոնք ուզում են գան իշխանության, իրանց վարած քաղաքականություն նորից պատերազմի հանգեցնելու։ Ընդդիմադիր ուժերին նկատի ունեմ իրանց։